Դադիվանքի մասին մեր պատմությունը սկսենք Շահեն Մկրտչյանի տողերով։ Այնտեղ, որտեղ Ղարաբաղի եւ Մռավի լեռնաշղթաները մերձենում են թեք բլրակով, ոչ ընդարձակ մի լեռնահովիտ կա, հենց փոքրիկ, բայց չափազանց գեղեցիկ իջվածքի կենտրոնական բլրակի վրա էլ կառուցված է հայ ճարտարապետության հիասքանչ կոթողներից մեկը՝ Դադի կամ Խութավանքը։ Նախ փորձենք պարզել վանքի անվան հետ կապված հարցերը։ Խութավանք, որովհետև այն կառուցված է բլրակի վրա, մեր բարբառով խույթ, այսինքն անունը բնորոշում է տեղանքը, վանքի գտնվելու վայրը։ Բայց ինչու նաև Դադիվանք։ Սրա հիմքում արդեն պինդ նստած է ավանդությունը, հնաշաղարժ, խորախորոտ, կապված Դադիի կամ Դադոյի անվան հետ։ Ով է նա, որի անունը կրում է այս վեհատես հուշարձանախումբը։ Նա Սուրբ Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկն է, որը քրիստոնեություն է քարոզել եւ այստեղ էլ նահատակվել։ Մեր կարծիքով երկուսն էլ ընդունելի են եւ լավ են բնորոշում այս իսկապես զարմանահրաշ կոթողը, որի առաջին սրբատունը կառուցվել է վաղ միջնադարում եւ իր պատերին պահում է 1800 տարվա ծանրություն, դաժանություն, չարչարանք, հավատ։ Անցյալ դարի վերջին Արարատ Հանդեսը գրել է. Թադեի վանքը շրջակա շինություններով նմանվում է մարդաշատ քաղաքի մի հարուստ թաղի։ Իսկ մի շարք աղբյուրների մեզ ասած տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Դադի վանքին սպասարկող աշխարհիկ բնակչությունը կազմում էր Խութ անունով մի մեծ գյուղ։ Երկար է վանքը կողոպտող ավերողների ցուցակը՝ պարսիկներ, արաբներ, սելջուկներ, օսմանյան թուրքեր։ Եվ դարերի տառապանքին դիմացած վանքը 18-րդ դարի վերջերից սկսած աստիճանաբար զրկվում է հարստությունից, կորցնում շրջակա գյուղերը, դառնում ամայի, անտեր, անզոր։ Ճաք են տալիս պատերը, մամուռը հասնում է խաչին, փուլ են գալիս դասարանները, եկեղեցական շինությունները, ժամանակը նստում է ժանեկազարդ քարերի։ Եկեղեցական ու աշխարհիկ մոտիվներով արված խորաքանդակները կորցնում են պայծառությունը, խեղճանում են բարձրաքանդակները, վիմագրերն ու որմնանկարները։ Համալիրը զրկվում է իր պատկերն ամբողջացնող պարիսպներից, եւ հիմա անչափ դժվար է որոշել պարիսպների տեղը։ Ավերակներն անգամ չքնաղ են, վեհատես, հպարտ, հնագույն եկեղեցին, երկրորդ եկեղեցին, Դավիթ ժամատունը կառուցված Գրիգոր եպիսկոպոսի կողմից 1224 թվականին, Արզու Խաթունի կաթողիկե եկեղեցին 1214 թիվ, խաչքարերը լրացնում, գերազանցում են իրար, խորհրդանշում մեր ոգու ուժը, մեր շնորհների առատությունը, մեր մտածողությունը։ Հետազոտողները գրել են. այս խաչքարերը ոչ մի տեղ, ոչ մի վանքի մեջ իրենց հավասարը չունեն։ Իրենց տեսակի մեջ, եթե անգամ նրանք լավագույնն էլ չհամարվեն, ապա անհնար է ցույց տալ նրանցից կատարյալ որևէ մեկը։ Քայլում ես վանքի տարածքում եւ կարծես լսում ես հյուրանոցի, գործատան, գրատան, հմզանի, սրբատան, միաբանական խուցերի դեռևս լսելի ճիչը եւ զգում ես, որ դու անօգնական ես, անզոր, թույլ, որ դու ի վիճակի չես մեկ-մեկ հավաքել բլուրն ի վար գլորված քարերը, նախշերը, ի վիճակի չես շունչ տալ տաճարին, հնչեցնել զանգը, վերադարձնել երբեմնի շուկն ու պատկառանքը։ Խոստովանենք, հպարտանալուց օգնել ենք, գովերքելուց, ներփողներից, նկարահանում ենք, զարդարում հեռուստաէկրանն ու արտասահմանյան գունավոր ամսագրերի էջերը, իսկ քարերը շարունակում են գլորվել պատերից,
Գմբեթը ծռվում է, նախշերի արքան դառնում է մամուռը, չեն կարդացվում արձանագրությունները։ Լավ է գոնե ճանապարհը կա, որը մեկ-մեկ բերում կանգնեցնում է տաճարի առաջ, մեզ բերում խառնում է մեր անցյալին, բերում է խոստովանության։